Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, 104 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով եւ Sevan Startup ուրեմն Summit-ից ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնել։ Նախ կապ ունենք եւ երկրորդ փորձում ենք հաճախ ստացվում է, մյուս տեղերում ուղղակի անհնարավոր թռիչքներ, փակ զոնա է եւ այլն։ Այսպես չի գալիս, չգիտեմ, այսպես է գալիս։ Այդ նշանակում է կրկնակի երրորդակիր է մի թռիչքի ինքնարժեքը ինձ ասեցին $170,000։ Սխալ են ասել ձեզ։ 170 չի, 200,000 ԱՄՆ դոլար, դրամով 75-77 միլիոն դրամ։ Դա պայմանական բաժանես, ասենք, չգիտեմ, 200 քաղաքացու վրա արդեն կարաս ֆիքսել։ Ինչի ենք 200 քաղաքացու վրա բաժանում, եթե 104 հոգի է մնացել Հնդկաստանում, այսինքն եթե նույն գումարը բաժանում ենք ավելի փոքր թվի վրա, ինքնարժեքը ավելի մեծ է կազմում։ Եկեք նաև արձանագրենք, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք, զբոսաշրջային նպատակներով, հա։ Չէ։ Կամ օրինակ, օրինակ Sevan Startup Summit-ի, կամ մեկ այլ պատճառով, էական չի։ Մի մարդ, օրինակ կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, իհարկե, եթե լողազգեստ ունի, $200,000 էլ կունենա, ինչ անի։ Ինչի մասին է խոսքը, բացարձակ արդար չի կառավարվում։ Նաև Արտեցիք ես քաղաքացի, երկիր համարյա գիտեմ, որտեղ ով որ քաղաքացի դեղորայքի խնդիր ունի, թե ուզում է վերադառնա, չի ուզում, չէ, չունի, ոչ մի բանի խնդիր չունի։ Եվ գիտեք, բացարձակ կարևոր չի, թե որևէ քաղաքացի մեկնել է ինչ-որ երկիր հանգստի նպատակով, գործուղման, թե մեկ այլ պատճառով։ Կարևոր չէ այնտեղ մեկ ամիս է մնում, քանի լողազգեստ ունի եւ քանի նկար է տեղադրել Instagram-ում։ Կարևոր է, որ աշխարհում ստեղծվել է շատ դժվար ու ցավալի իրավիճակ, որի պատճառով շատ ՀՀ քաղաքացիներ մնացել են տարբեր երկրներում եւ չեն կարողանում վերադառնալ, ինչպես նաեւ ունեն վիզայի կացության խնդիր։ Եվ յուրաքանչյուր մարդ պարզապես ուզում է իմանալ, որ ինքը կարևոր է, որ իրեն կաջակցեն, մենակ չեն թողնի եւ կօգնեն, եւ խոսքը միայն ֆինանսական օգնության մասին չէ։